Դեր քաղաքական մթնոլորտը խաղաղ որակել Հայաստանի, թե Մասնավորապես Գյումրիում, թե հիմա Գյումրին կդիտարկենք որպես առանցքային այստեղ։ Եթե գլոբալ տեսանկյունից որևիցե ինչ որ լուրջ, միջադեպ, լուրջ ինչ որ, եթե չեմ սխալվում, ինչ որ քաղաքական նախաձեռնություն երեք փորձում էր Ազատության հրապարակում ինչ որ համաժողովրդական ցասման ու ընդվզման ֆոնին ինչ որ քաղաքական process-ներ գեներացնել, իհարկե չգիտեմ հիմա որ էտապում են, ինչ որ աշխատանքներ են Պատրվագը Գյումրին համարելով, հա, թե Չէ, գիտեք, չի ասի Գյումրին, հղում չեն տալիս Գյումրուն, ես փորձեցի նայել, հասկանալ որտեղից է գալիս, այդ ամեն ինչը չէ։ Խոստուպից է գալիս ոնց որ թե Գյումրիում այլ պատկեր է։ Գյումրիում մասնակցեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Գյումրիում բացահայտ թե քողարկված մասնակցեցին բոլորը։ Այնտեղ հիմա ասած Դա է էականը։ Դե այնտեղ հիմա Kinder Surprise է տեղի ունեցել այսօրվա դրությամբ։ Ինքնաբացարկը գիտեք Մարտուն Գրիգորյանի, այն որ շատ հավանական տարբեր սցենարներ մինչև Միսուդոցի կարող է տեղի ունենա, մինչև առաջին նիստը։ Փաստացի գիտենք, որ առաջին նիստը գլխավորելու է Վարդան Ղուկասյանը, դա փաստ է։ Հիմա թե ինչ, որովհետև երկու հոգի Մարտուն Գրիգորյանը եւ ինչ որ կին իր թիմակից ինքնաբացարկի դիմումը ներկայացրել է։ Եվ այդտեղ պատկերացրեք, արդեն գնում է քաղաքական տորգ, առևտուր, այն ինչի մասին խոսում էինք դեռևս առանց վանգայություններ անելու, որ նման սցենարի կարող է ականատեսը դառնանք։ Շատ զգուշավորություն են անում, մեկը զգուշավորություն է անում, մեկը ապահովագրում է իրեն, հաջորդի, որ հետագայում պաշճագաթով մնա, քաղաք դուրս գալիս խնդիր չունենա, մեկը ասում է խոստում ես տվել, խոստումի տեր կանգնի, մեկը ասում է ես մանդատը կվերցնեմ, մեկը ասում է բա որ վերջում մի քիչ գալիս է հավասարազոր մանդատներ, բա որ մեկին գնեն, մեկին առնեն, մեկին ծախեն, մեկին դասական հայտնի ձևերը։ Այսինքն Գյումրու այդ ավականու առաջին նիստը կանխատեսելի չի ոչ մի տեսակ։ Բնավ Ես կարծում եմ, որ դա սեզամ է լինելու, որը կարող է բացվի այն սցենարով, Բայց վստահ եք, որ քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նաև նախկին նախագահների հովանավորությունը փորձարկեցին իրենց ուժերը։ Յուրաքանչյուրը իր մասով փորձարկեց։ Իշխանությունները իրենց մասով, ռեսուրսներ կիրառելով եւ բոլորը ինչ գործիքակազմ ունեն, կիրառեցին Գյումրիում։ Շատ շաբլոն հարց է, գնդակում դաշտում է։ Այս պահին ի զարմանս ինձ ոչ մեկի դաշտում, բոլորից ժողովրդական լեզվով ասած ստրախովկա են պահում ու այսպես սպասում են, թե ով ումա գցելու կամ ով ում է դաշինքը պահի տակ, որովհետև այնտեղ, տեսեք, ընտրական օրենսգիրքը իրենից թույլ է տալիս մանավանդ մունիցիպալ իրավունքի տեսանկյունից այդպես վերջի րոպեին, այդ տեսեք, ով էր մտածում, որ անունը դնենք Քայլձիով, թե չգիտեմ նման բան, բայց ամեն դեպքում ով էր մտածում, որ Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի կարող էր գնալ։ Անկամ իշխանականներն են այսօր ընդունում, որ այդ սցենարը չէին, բայց դրա համար ես ձեր հարցին նախապես ասեցի, իրենց համար սա Kinder Surprise էր։ Այդտենց Kinder Surprise-ներ դեռ շատ են լինելու։ Միքայել Աջապայանի գնահատականները քաղաքական այդ process-ին, հին, նոր, ինչու այդպեսի աղմուկ բարձրացրեց։ Տեսեք, իր անձը պետք է հասկանանք երկու ֆորմատով։ Մարդ, որը որ քաղաքացի է եւ ունի խոսքի իրավունք, եւ ինքը իր տեսակով, մարդ տեսակով հեղինակություն է, իր խոսքը հասանելի է հասարակությանը եւ լրատվամիջոցներին, մարդ, որը որ խոսում է բացառապես իր դիրքերից ելնելով որպես հոգեվորական։ Հիմա տեսեք, այդտեղ դեր գնում է շահարգումը, ում ոնց ձեռա տալիս այդ մարդու ասածը, ոնց ձևակերպել, ինչ ֆորմատի տակ ձևակերպել, ինչ ռակուրսի տակ ասել։ Բնականաբար մեկը այլ կերպ բան գալու, մեկը այլ կերպ, մեկը շահարգում է, մեկը վիճարկում է, բայց փաստը այն է, որ իր ասածի մեջ կա ճշմարտություն։ Եթե ընդհանուր գլոբալ համատեքստում նայենք, իր ասածի մեջ կա լոգիկա, այդ մարդը շատ ճիշտ ասում է ինչ որ բաներ, ուղղակի ուրիշ բան, երբ որ հասկանում ես, որ հաստացի կա մի ձևակերպում, հոգևորականը չպետք է մասնակցի քաղաքական process-ներին։ Կարող է կարծիք ունենալ, բայց հիմա այդ մարդն է հանրային մարդ է, ինչպես Բագրատ Սրբազանն էր, որը նաև քաղաքական process-ներ էր գեներացնում։ Ուրիշ բան, երբ որ եկուց մյուսօր, պարոն Մնացականյան,
Դուք կբացառեք, որ ամսու 24-ին էլ օրինակ ապրիլի ներողություն, ապրիլի 24-ին օրինակ Արամ առաջի կատողիկոսը արդեն հանդես գա ոչ թե քաղաքական դերևս, այլ համախմբման, հասկանում եք, օրվա հետ կապված, հա, տարբեր, որը վերածվի այլ բանի, Գարեգին Սրբազանը դուրս գա եւ այլն, այսինքն սովորաբար ասում են ցավի ժամանակ, չէ, հայը երբ է ոտքի կանգնում, թեվու թիգունք մյուս հային դառնում, երբ որ ինչ որ դանակը ոսկորին է հասնում, ինչ որ համախմբման բան լինում, ինչ որ լիդերներ են գալիս։ Հիմա առիթ է։ Ես ուղիղ բերում կապում եմ ձեր ասած նախորդ հարցին, որ հրապարակայնորեն փաստացի հոգևորականը քաղաքական հայտարարություններ է անում ու բավականին վիճահարույց եւ ծանրագույն, որը որ դառնում է այսենց էյֆորիկ վիճակի մեջ է, ցայտնոտ է առաջացնում շատերի մոտ ինչ որ լարվածություններ։ Մի բան էլ ասեք եւ ավարտենք։ Երկրորդ եւ երրորդ նախագահները այս մթնոլորտում համախոհներ են թե հակառակորդներ։ Առաջի հայացքից, երբ որ մենք փոքրի շատ է գիտենք, որ նրանք իրենց մեջ կա որոշակի անտագոնիզմ եւ ինչ որ տարաձայնություններ, որի արդյունքում չկա համախմբում, մանավանդ որ իրենց падգամավորները իրար միս են ուտում։ Ու ես չգիտեմ դա ինչ որ ձև դեմոնստրացվում է ուղղակի որ այդպես ներկայացնեն, այդպես մատուցեն, թե ինչ։ Ով գիտի դա իրենց ներքին կուխնյան է, ես ժամանակին ձեր տաղավարում կարծեմ ասել եմ ամոթ է։ Բան ունեք կիսելու կամ բան ունեք խոսելու, առանձնացրեք այդ ձեր էժանագին պոպուլիզմով համեմված այս բանը, խոսույթն ու վարվելակերպը մի ցույց դրեք։ Դա դրանից շահում են իշխանությունները։ Եթե դա միավորներ է բերում, ինչ դա միավորներ է բերում իշխանությունը իրականում։ Իշխանությունները սիրով նայում են, թե ինչպես են գզվրտվում։ Դա իրենց է ձեռ տալիս։ Ամեն դեպքում, եթե իրենք հայտարարի չեն գալիս, իրար միս են ուտում, շահում է երրորդ կողմը։ Այս դեպքում երրորդ կողմը գործող իշխանություն։ Իսկ իրականում ես կարծում եմ, որ բոլորը իրար հետ սինխրոն աշխատում են։ Բոլորը իրար հետ համակեցության կանոններ են մշակել ու այդ համակեցության կանոններով ապրում։